նկարչությունը ձեր կյանքում ասացիք, որ ժամանակն եք կորցնում, անեանալու միջանապար է եւ նկարչության մասին ընդհանրապես ինչպես սկսվեց այդ ուղին։ Ես ծնվել եմ գյուղում եւ բոլորին փոքրիկ էի, հայրս էլ ընդհանրապես մի տարեկան եմ եղել մահացել է, ինչու դա ասում, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն էին, թուղթ չկար, մատիտ չկար, գունավոր մատիտ ջրանյակի մասին երազել չէինք տեսել, դա պատկերացրեք, դա ասենք 70 տարի առաջ, 80 տարի առաջ է եղել։ Ես զգում եմ, որ շատ սիրում եմ նկարչությունը։ Երազներ էի տեսնում աննման, տեսնում եմ, որ ձեռքով Մասի Սարն եմ սիրում, տեսնում եմ, չգիտեմ ինչու, մեր Արտաշատի շրջանում Դվին մայրաքաղաքի կողքերում Այգեստան Դվին կարմիր փափուկ սարեր են։ Այդ բոլոր սարերի վրա ծաղկած դեղցենիներ, հատկած դեղցենի, ոչ թե սալորին եւ այլը։ Ես շրջում եմ ծաղկած սարերի միջից կամ եկեղեցիներ էի տեսնում։ Ես վեր եկեմ երեխա, ուզում եմ նստել նկարել, լացել, մամաս ասում ես քեզ հետ ինչ անեմ այ բարես, ես ինչ անեմ քեզ հետ։ Լացել եմ, ուզում եմ այդ բոլորը նկարել, բայց դա չէր ստացվում։ Հետո դպրոց, որ գնացի դպրոցում նկարչության ուսուցիչ տեսա, որ ինչ որ էս աղջիկը ուրիշ տեսակ է։ Ասեց ինձ շատ սիրել ենքան, որ նույնիսկ բարի խմբակ բացեց ինձ համար, որովհետեւ ես նաև շատ սիրում եմ բարել, այն ժամանակ պիոներներ պետք է զբաղեցնեին փոքրիկ հոկտեմբերիկներին առաջի երկու դասարանի, այդ նկարչության ուսուցիչը ջեքտից նայել, որ այս աղջիկը որ էլ նույնպես 13 տարեկան է ես, երեխաների հետ պարապում է, ասում երեխաները շատ է սիրում։ Ու բահից ուշադրություն դարձրեցին վրա, բացի երկից։ Ես բոլոր դասերին թաքուն նկարում էի սեղանի տակ անպայման։ Ես այդ մանկական աշտանքներից ունեմ անհայտ աստվածու գլուխ քառակուսի թղթերի վրա նկարած մատիտով։ Ինքան սիրում, որ հիմա քսերոքս են անում այդպես բայց կամ բնագիտության դասատուն գրում էր նկարում են կենթանաբանություն ենք ասում ամեն տեսակի փորը սիրտը թոքերը ամեն ինչը այդ բոլորը ես նկարում եմ նա գրում էր 5 երազանց, այսինքն միայն դրանով էր։ Հետո տեսա, որ ես անսահման շատ եմ սիրում, որոշեցի գնալ նկարչության։ Նկարչական մանկարչական ինստիտուտ ընդունվեցի, որովհետև ճիշտ է, Միրսևյանի կղզում ես նկարի անում, մի նկարիչ ասեց աղջիկ ջան, դու կգորես, անպայման դու ես գործել բեր Գեղարվեստիկի ինստիտուտը, ինչքան ինչ գույն ես տեսնում։ Ասենք կարող ես ձեզ նկարեի, այնքան շատ գույներ եմ տեսնում ձեր վրա կամ եթե աչքեր գունարում, նկարը դառնում է տոնածառ ուղղակի։ Շատ զարմանում եմ գունազգացողության վրա։ Բայց ես իհարկե այսպես ասում կարգի նկարիչ չդարձա, որտեղ որ ես գործերից հավաքեցի, հապարտ գնացի որ Գեղարվեստի կամ ես սովորում եմ առաջի կուրսի ապրում։ Ինչ եք ասում մենք ունենք հարյուրավոր նկարիչներ, նրանք ամեն մեկ մի երեխա 7 տեղ կա գեղանկարչության ֆակուլտետի համար։ Ոչ մի կերպ դες ընդունել չեն կարող։ Այդպես էլ իհարկե ես գնացի մանկավարժական, շարունակեցի իմ ուսումը, գիշերային դասեր էինք հանում, ցերեկային դասեր էինք հանում, հոգեբանություն, պարտիայի պատմություն, չգիտեմ, ամեն տեսակի առարկաներ էինք հասնում։ Դարձակ նկարչության ուսուցչուհի։ Եվ ես իհարկե մնացի նկարչություն սիրո, ես այդպես եմ կարծում, եթե ես ուսումնարանում աշխատում էի կամ մշակույթի համալսարանում, շատ լավ կադրեր էի պատրաստում, դասախոսները կամ ուսումնասիրը գալիս ասում էին, Իրան էթիկի Մալտա, մենք ինչ որ ժամանակ ձեր ուսանող լինենք, նկարիչ կդառնայինք, այդ ոնց է, ես որ առարգան շատ էի սիրում, երեխաների ուսանողներն շատ էի սիրում, արդյունքեր է տալիս, ասում եմ, մենք չենք հավատում, որ ուսանողն այդքան ընտին նկարի, հաստատ դու օգնել ես իրանց, ասում եմ, չէ, օգնել եմ խորհուրդով, բայց ձեռք ես ուսանողի նկարի, ձեռք չեմ տալիս, չկա այդպիսի բան։ Այդպես մի խոսք իհարկե, բայց էլի նկարում էի ծաղիկներ, հատկապես ծաղիկներ շատ էի սիրում ջերմուկների նկարներ եմ ջերմուկ կակաշներ կամ վայրի ծաղիկներ, աղջիկս Ամերիկայում սովորում էր Ամերիկայի ծառեր, որ լրիվ տարբերվում են մեր հայկական ծառերից, շատ սիրուն արմավեններ եմ նկարի ջրաներ կողմ այնքան հաճելի է։ Մի խոսքով շատ հոգեբանական շատ զրույցներ ունենում, ավարտելուց հետո երեխաներ ուսանողներից մինչև հիմա ինձ հետ կապ ունեցող ուսանողներ կան, որտեղ դա իրանց կյանքի երազանքային օրերն են, Պարուսևակի գերեզմանի տանում։ Մի խոսքով էպսի բաներ։ Դե մատա ձեզ ով է vocation չել, դուք մի ցանկով եք եկել եւ հաշվի առնելով, որ դուք մանկագիր եք։ Այո։ Անտուան Սեն Ասիկ նաեւ մանկագիր, հա։ Հա, նաեւ մանկագիր եք։ Ես գրող չեմ կարող համարել, ուղղակի ամաչում եմ դրա համար։ Ես շատ լավն էր փղիկը։ Մինիստրին շատ լավ, դիեզերքի մասին հիանալի բաներ ունեմ գրած, հանելուկներս, այս երկրորդ գիրքը հանելուկներն են։ Ով է ձեզ vocation-ում, ձեր իդեալները, ինչպես նշեցիք։ Ես ասեմ դիեզերքը շատ ճողուն բան կստացի, vocation-ված եմ ես միշտ։ Սերը երեխաների նկատմամբ, պաշտամունք երեխաների նկատմամբ, սերը դիեզերքի նկատմամբ եւ բավական իմացություն, որտեղ ասենք Ստեփան Հոկինգի մասին ես ինչի ասի կամ Գրիգոր Գրուզադյանի, այ Գրիգոր Գրուզադյանը համաշխարհային աստղաֆիզիկոս է, բայց գիտեք նա ոնց է գրում։
որ 5-6 գիրք իր գրքերից կա հանրամատչելի անտիր գրքեր ես կարդում ես ոնց որ ծառամարտը ջուր խմի դա ինձ ոնց էր ոգևորում հետո երբ որ եկերուս հետ գնում ենք հանդիպման իր առանձնանկարներում իր նկարները շքիղ զարմացած ու ինքն նաև նկարիչ է հոյակապ նկարիչ է նաև աստղաֆիզիկոս եւ գրող եւ նկարիչ այդ երեքը եւ ես ուղղակի ինձ համար եմ գրել իդեալներից մեկն էր որ մի մարդ կարող այդքան տաղանդավոր եւ այդքան լավ գործեր անի